առավել այսպես ասած վտանգավոր եւ արդյոք անեծքից ձերբազատվելու հնարավորություն ունենք մի փոքր երկար ներկայացրեցի հարցս, բայց ամփոփելով հարցս հետեւյալն է այ մենք շատ հաճախ մեր շրջապատում բախվում ենք նմանատիպ դեպքերի հետ, երբ տեսնում ենք, որ ինչ որ մի ընտանիքում պարբերաբար դժբախտություններ են տեղի ունենում եւ հետագայում հետաքրքրվելով հասկանում ենք, որ հարազատներից մեկը նշում է, որ օրինակ իր տատիկը կամ տատիկի տատիկը անիծել է այսինչ մարդուն եւ այդ անեծքը այսպես ասած ժառանգաբար փոխանցվել է, սա միֆ է թե իրականություն աստղաբանության տեսանկյունից դիտարկենք։ Եթե արևմտյան աստղաբանության տեսանկյունից եմ դիտարկում, դա մենք այնտեղ երբ որ ուսումնասիրում, ես ուղղակի ինձ բացատրել եմ, որ գոյություն ունի այդ տիեզերքը երկնակամարը, այնտեղ մոլորակների դիրքեր են կազմում, աստղագիտական հաշվարկների հստակ ֆիզիկա-մաթեմատիկական աստղագիտական հաշվարկների արդյունքում մենք կարողանում ենք նկարել այդ պահը 10 մոլորակները երկրակենտրոն։ Կարծես այսպես նայում ես այս առաստաղը, հա, եւ այդ ամենը մենք իջեցնում ենք ներքև համակարգչային ծրագրերը արդեն այդպես պատկերն են պատկերում։ Բայց ավանդական մեր այդ պատումներից նաև արևելյան փիլիսոփայության տեսանկյունից երբ որ նայում ենք, այո, այդտեղ կան որոշակի ուղղություններ դառադավայա կառմը ռուսերեն ավելի լավ է հնչում, այո, հնարավոր է, ասում են, որ նախորդ կյանքերում նրանք իր նախնիների ինչ որ բաներ են արել, այժմ դրա համար պատասխան է տալիս, մի քիչ այսպես եթե ինձ մոտ էլ մի քիչ դա բալանսավորումը խախտվում է, եթե ես տրամաբանորեն եմ մոտենում, բայց կարող է եւ այդպես լինել։ Աստղաբանությունը այդտեղ ցույց է տալիս, թե սև լուսինը որտեղ է, իջնող հանգույցը որտեղ է, Սատուրնը որտեղ է, կառմայի հետ կապված բոլոր ծրագրերը հարգելի Իրոնա, 10 մոլորակներն իրենք տած են, բայց Սատուրնը կառման է։ Սատուրնը ամեն ձեզ ասեմ 7 տարի մեկ, եթե հայրական անեծքի մասին է խոսքը կամ հոր մասին է խոսքը, հնարավոր է անձը ծնվել է Սատուրն արև բար դիրքերով եւ 7 ասենք այստեղ է Սատուրնը հաջորդ տարի այստեղ եղավ խնդիր է տալիս 15 տարեկան է շատ կար այստեղ եղավ խնդիր է տա 7.5 տարի մեկ այստեղ եղավ խնդիր է տա եւ այսպես փուլերը եւ շատ կարեւոր 29-30 եւ 15 տարեկան այդ շրջափուլը հետո գալիս է արդեն 44-45-ը, հետո գալիս է կրկին 29-30-59-60 տարեկան այդ շրջափուլերին, եւ դուք տեսել եք, չէ, կան մարդիկ, որ հենց կարևոր իրադարձություններ իրենց կյանքում տեղ ունենում, բեկումնային իրադարձությունները, սահմանափակումներ, խնդիրներ, այսպես ամեն ինչ քանդվում է, դա Սատուրն է։ Ուրանով էլ կա, սև լուսինը ասեցի 7 տարի մեկ է